Երևանի 9 վարչական շրջանների 22 հասցեներում այս տարվա ծրագրով արդիականացվում են կոյուղիները, ընդհանուր մոտ 9,5 կիլոմետր երկարությամբ և կառավարության ֆինանսավորմամբ 878 միլիոն դրամ։ Աշխատանքները սկսվել են միաժամանակ, քաղաքային իշխանությունը հույս ունի նախանշված ժամկետներում էլ կավարտվեն։ Այստեղ մենք գտնվում ենք մի թաղամասում, որը ընդհանրապես իր ստեղծման օրից չի ունեցել կոյուղատար ցանց։ Մշական համայնք հանդիսանալու Երևանի վարչական շրջանի մի մասը երբևէ չի ունեցել կոյուղագիծ։ 2022 թվականին պարոն Ավինյանի այցից հետո քաղաքացիները դիմեցին, որպեսզի կոյուղագիծ կառուցվի։ 4,5 կիլոմետր կառուցվել է նախորդ տարի, այս տարի երկրորդ փուլն է, մոտ 3 կիլոմետրով։ Ծրագիրը կշարունակվի մինչև որ ամբողջ թաղամասը կոյուղի ունենա։ Մայրաքաղաքում ընդհանրապես կոյուղի չունեցող 83 հասցե է եղել։ Նախորդ 2 տարում 11 հասցեներ արդեն ապահովվել են կոյագծերով։ Մուշականում կառուցվողը 12-րդն է։ Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգի փոխարինվող հատվածին, Արեյանն ասում է, ընտրությունը կատարել են հաշվի առնելով գործող կոյուղիների մաշվածությունը, վթարավտանգ լինելը, բնակիչների բողոքները։ Դրանք հիմնականում գտնվում են բազմաբնակարան շենքերի բակային ու միջբակային տարածքներում։ Եվս 343 հասցե գույքագրվել է Վիոլա ջուրընկերության կողմից, հրատապ անհետացկելի աշխատանքներ։ Մեկ թիվ միայն միջինը շաբաթական մայրաքաղաքում գրանցվում է 400-ից 450 կոյուղու վթար։ Ընդհանուրը 500-ից 600 վթար է, այն 100, 120, 130-ը բաժին ընկնում ջրատար համակարգին, իսկ մեծ մասը ամեն շաբաթ գրանցվող թվերը վկայում են, որ կոյուղատար ցանցն է ամենաշատ քայքայվածը և ամենաշատ ներդրումների կարիք ունեցող համակարգը։ 2026 թվականի համար եւս 36 հասցեում են նման աշխատանքներ պլանավորել, բայց այնինչ արվել ու արվում է Արեյանի փոխանցմամբ անհրաժեշտի ընդամենը 15-20%-ն է։ Վթարների թիվը վկայում է արդեն, որ համակարգը ֆիզիկապես չի դիմանում։ Եվ սա տասնամյակներ կուտակված խնդիր է։ Շեշտում է գույքը պետական է, որը նորացվելուց հետո հանձնելու են կառավարությանը, վերջինս էլ վարձակալությամբ Վեոլիա ջրին։ Հետագա շինաշխատանքների փաստաթղթերի նախապատրաստության հարցում մեկ քայլ առաջ են անցել։ Խնդիրը ֆինանսական ռեսուրսներն են։ Դա համայնքի ուժերից վեր է ու պետք է համատեղ լուծումներ գտնվեն։ Նախորդ 3 տարիներին ֆինանսավորումը եղել է համայնքային բյուջեից։ Աննախադեպ ցուցանիշ է գրանցվել մայրաքաղաքի պատմության մեջ, համայնքային պատմության մեջ։ 2 միլիարդ, 2,8 միլիարդ դրամ համայնքային բյուջեն ներդրում է արել վերջին 3 տարում կոյուղատար ցանցի վրա, որպես պետական գույքի բարելավում։ Օհանովից դեպի Վանթյան փողոց ու նաև Սվաճյան փողոց։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ենթակառուցվածքների շինարարությունն այս հատվածներում է։ Կոսմետիկ ինչ-որ բաներ էր արվել, այն ինչ-որ հիմա է արվում, հիմնանորոգում է 300 մմ տրամաչափով գիծ է փոխվում, եւ սա արդեն այն, որ անընդհատ խցանումներ է լինում, այն, որ անընդհատ բնակիչները բողոքում են, հիմա բավականին սրանով էլ արդեն ահագին թեթևանում է եւ նաեւ բակային տարածքներում մենք 100 մետրով, 150 մետրով փոխում ենք կոյուղագծերը, հիմնովին փոխում ենք դիտահորերը եւ խնդիրները պակասում են։ Աշխատանքները սկսել ենք ամսի 3-ին, սեպտեմբերի կավարտենք, հոկտեմբերի վերջին մոտ 1030 մետր կոյուղին ընդհանուր իր երկարությունը։ Շինաշխատանքների ղեկավարը խոստանում է նոր խողովակները բնակչությանը կծառայեն առնվազն 60-70 տարի, եթե մարդու միջամտություն չլինի։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։